Ավելի տխրած եմ բոլորից, դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը եւ կալանք տվեց 2 ամիս ժամկետով, այո։ Այսինքն մեր հույսերը հոդս ցնդեցին, չգիտեմ, բառեր չեմ կարողանում գտնեմ ասելու, բայց սա է մեր իրականությունը, ինչի մեջ մենք այսօր ապրում ենք։ 12-րդ դասարանի աշակերտին գտան, որ պիտի անպայման կալանք կիրառեն, հիմա էս ունենք, պիտի գնանք առաջ պայքարենք մինչև վերջ։ Հələ չի տվել 1 ժամվա ընթացքում որոշումը գտա, չունենք հիմնավորումները։ Երկու հոդվածներով են ինչ-որ առաջադրվել է մեղադրանք։ Ոչ, Դավիթը մարտական հանգիստ տղամարդավարի պահված դրսևորեց, հուսամ կդրսևորի ամբողջ ընթացքում եւ արդարությունը կհաղթի, այսքան բան։ Քաղաքական գործունեությունը խոչընդոտվել։ Ձեր կողմից ելել է, հա, փակապաստակ եկեղեցում ինչ գործունեություն։ Կարծում եմ, այն միջնորդությունից ինչ որ ներկայացվել էր, պաշտպանական խմբի կողմից քարը քարի վրա չի թողնվել, ոչ մի բան չի մնացել այդ միջնորդությունից, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Լավ ժողովուրդ, էմոցիաները շատ են։ Այո, իհարկե շատ, բայց չենք թողելու այդ երեխուն այնտեղ։ Մայրը մայրի մոր ինքնազգացողությունը վատացավ։ Տեսեք պետք է շտապօգնություն կանչեն ժողովուրդ։ Պետք է շտապօգնություն կանչեն։ Հավաքեք, մի կոտրվեք ոչ մեկը։ Արդարությունը հեշտ չի տրվում։ Երբ որ կստանանք նոր ձեր հարցերի պատասխանը կտամ, հիմա չգիտեմ պարոն Մարտիրոսյանը ինչեր է գրել այդ որոշման մեջ։ Երբ որ կարդամ, ամեն մեկս մեր գնահատականը կտանք, բայց նորից կրկնում եմ, այն միջնորդությունը, ինչը որ ներկայացվել է դատարան, պաշտպանական թիմի կողմից ուղղակի ջախջախվել է, հատիկ չկա, տող չկա, ստինց։ Ինչ հիմնավորում էին ներկայացնում դատարանը։ Դե հիմա նորից չկրկնվենք, տարբեր բաներ են բերում։ Գտնում եմ, որ 12-րդ դասարանի աշակերտը պիտի կալանքի տակ գտնվի, բայց մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարան վարչական հսկողության տակ գտնվեն տնային կալանք։ Ոչ մի բան հաշվի չառավ, ոչ մի բան, ոչինչ չի հաշվի առնվել։ Կալանքի տակ մնալ։ Դե այդ առանձին թեմա է, դրա շուրջ միջնորդություններ համապատասխան կանենք, այո։ 5 տարի, 2-ից 5 տարի է մեղադրված։ Աշակերտ հիմնավորվեց այն դատարանի կողմից, որ օրինակ մի դեպքում մարդ է կալանավորվում, սակայն դուրս չկա։ Ոչ, այդ հարցերը սաղ բարձրացվել են, բայց որևէ բան հիմնավորում չկա։ Հիմնավորումը հիմա մի բան էր։ Պիտի կալանավորեին, թե չկալանավորեին կամ կիրառեին այլընտրանքային խափանմիջոցներ։ Դատարանը գտավ, որ միայն կալանավորումն է իզորու ապահովել մեր պաշտպանյալի իրավաչափ վարքագիծը, որը ըստ ինձ աբսուրդ է ուղղակի։ Երեք նաև տեսագրություններն էին դիտել, հա, տեսագրությունների հետ կապված։ Սրան նախորդել էր առավոտ շուտ, նաև խուզարկության էին նորից կրկին մտել, մենք արդեն երբ որ եկանք Ոչ, իհարկե ինչ կար, որ ինչ հայտնաբերեն, ոչինչ չկար, երկրորդ Ես այդ քաղաքական գնահատականներից զերծ կմնամ, կթողեմ հանրությանը, թող գնահատականները տան։ Դատավորի համոզմունքին կամ դատախազը, որ իրականում Գևորգ Գևորգյանը այդտեղ փորձել է հապճեպ սադրանք կազմակերպել տղաների միջոցով։ Արգելիս, երբ որ որոշումը ստանամ, կարդամ կտեսնեմ, թե ինչ մտքի գոհարներ կան այնտեղ։ Տեսանյութերի ժամանակագրությունը դիտելով կարող եք ասել գործողությունների ինչ հաջորդականությամբ են, տեսագրությունների ժամանակագրություններ որ դիտում եք, գործողությունների ինչ հաջորդականությամբ են իրականացվել։ Ասենք հրել են տղային, նոր ինքը այդպես հուզվելով փորձել է արձագանքել։ Ծեծել են գետին, ընկելած, տեսնում եք տեսայիզում երևում է, որ անգամ ծնոտը ցավում է։ Այո, բայ իհարկե։ Ժողովուրդ, սա իրականության հետ, այս մեղադրանքների հետ մի վարքյան ընդհանրապես աղերս չունի։ Մենք հիմա մի պրոցեսի մեջ ենք, որը ըստ ինձ շատ վատ է եւ սա լավ տեղ չի տանելու մեր երկրին ու բոլորիս։ Բանկարկյալ է թե ոչ։ Մեր այդ հարցերից չպատասխան։ Տղաների հետ գործ ունի քաղաքական ուժի հետ եւ նրանք Այո։
Եվ նրա ամբողջ քննության ընթացքում ուղղորդել Դավիթը մի անգամ եւս նորից կրկնում եմ, Դավիթը 12-րդ դասարանի աշակերտ է, որևէ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել եւ չի զբաղվում, եւ փառահեղ աշակերտ է։ Ամբողջ դպրոցը հպարտացել է Դավիթով, կարծում եմ հլա առիթ կունենանք մենք ազգովի Դավիթով եւ նրա եղբորով հպարտանալու։ Դասապրոցեսի հետ Այո, իհարկե, հիմա տեսեք, Դավիթին այսօր զրկեցին դպրոցն ավարտելու, միջնակարգն ավարտելու հնարավորությունից։ 2 ամիս հետո վերջի զանգալնելու բոլորի համար Դավիթի համար չի լինելու։ Ում խղճին է մնացես է։ Չունեմ ասել, լավ, ժողովուրդ, ես էլ եմ բանած։ Տղաների հեռախոսն արգրավել են։ Ես բանի Միքայելի հեռախոսը կորել է այդ քաշքշուկի ժամանակ մենք հենց դրա վերաբերյալ հաղորդում էլ պետք է տանք, թե ուր է Միքայելի հեռախոսը։ Չգիտենք ուր է։ Եկավ եզրակացություն։ Չէ, դեռևս չի եկել։ Տիկնազորի անդամը 2 անց հարցաքննվել են, այո։ Գալստյան մեկինը Վանյան ազգանուններով։ վիճակում ովքեր են։ Տիկնազորի աշխատակիցներ են, նորմալ ցուցմունք էին տվել, կարծում եմ, ինչ որ այդ պահին մեզ ներկայացվեց, եթե այդ մի հատ Պատրաստվում հարվածող թիկնապահի դեմ ներկայացնել, հա։ Հարվածող թիկնապահի դեմ չեք ներկայացնում պատասխանատվություն Չեմ ուզում մեր մարտավարությունը բացեմ, ամեն ինչ արվելու է, բան չենք թողելու, հավաքվել ենք մեր ընկերներով եւ ամեն ինչ անելու ենք այս անարդարության դեմ պայքարելու համար։ Կարծում եմ առաջ Աստված չի թողի, որ ծաղկազարդի օրը աշակերտներ ձերբակալվեն ու տենց մնա։ Այդ օրը ինչ խորհուրդ ուներ։ Հիսուսը գնաց երեխեքին ընդառաջ, մենք ինչի գնացինք, մենք ինչ արեցինք։ Այսքան բան։ Ասեցին Արմավիր քերակատարողական հիմնարկ են տեղափոխելու, չլսեցի Սուզի։ Ուժողի կարգավիճակ պարոն։ Ոչ, այդ հարցը ես էլ եմ բարձրացրել, չունի հիմա։ Չներեքմվելու, դուք չեք փորձելու միջնորդ։ Դե չեմ ուզում մարտավարությունը բացեմ, ամեն ինչ արվելու է, նորից եմ կրկնվելու։ Հարցակնվել մարդիկ գործից հետո որևէ այլ գործով, այդ թվում իր ավտոշարասյան վրա երթով սպանված աղջկա դեպքով։ Հուսանք, որ Դավիթը շատ բան կփոխի մեր երկրում։ Շնորհակալություն շատ։ Հարգելի հետևորդներ, Մեդիա հաբի հարգելի հետևողներ, պաշտպաններից Դավիթ Մինասյանի պաշտպաններից մեկը հայտնեց, որ փաստորեն մեր ակնկալիքները զուր են եւ դատավորը որոշեց Դավիթ Մինասյանի 2 ամսով կալանավորելու որոշում կայացնել։ Անկախ բոլոր հանգամանքներից Դավիթ նաև մասնավորապես Դավիթ Մինասյանի առողջական վիճակից, որը անհամատեղելի է նրան կալանքի տակ պահելու հետ, նրա մայրը Գայանե Մարտիրոսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ այստեղ դատարանի շենքում որոշումը լսելուց հետո։ Նրան փորձում են առաջին օգնություն ցույց տալ։ Մարդը վատ է, հասկանում եք վիճակը։